ով է հոգեբանը, արդյոք հաճելի զրուցակից է, թե գիտական գործիքներով զինված մարդ, որ պետք է օգնի կարգավորել մեր հոգեկան աշխարհը։ Գիտական գործիքներով զինվածը մի քիչ վախեցնող է հնչում, որովհետև եթե նկատի ունենք հոգեբան հենց հոգեթերապևտ, այսինքն պրակտիկ գործունեությամբ զբաղվող մարդ, ապա երևի պետք է նայել շատ բազմակողմանի։ Սա մասնագիտություն է, որը ենթադրում է որոշակի պահանջներ։ Այսինքն հոգեբանը պիտի ունենա ակադեմիական կրթություն, պիտի որևէ ուղղությամբ ստացած լինի բավականին պրակտիկ գիտելիքներ, պիտի մարզված լինի իր ոլորտում, պիտի ունենա համապատասխան դիպլոմներ, սերտիֆիկատներ, դա ակադեմիական մասը, դա կրթական մասը։ Բայց քանի որ մեր մասնագիտությունը այնպիսին է, որ ենթադրում է փոխազդեցություն, փոխհարաբերություն անձի հետ, եւ ինչպես հետազոտությունները ցույց են տալիս, հենց այդ փոխհարաբերությունները իրենք բավականին թերապևտիկ նշանակություն են ունենում, բուժող, այսպես ասած, նշանակություն են ունենում, այստեղ շատ մեծ դեր ունի անձը, ով է զբաղվում թերապիայով կամ խորհրդատվությամբ։ Այստեղ շատ պահանջներ են ներկայացվում անձին։